մայիսի 29-ն է։ Մեկ օր առաջ Արարատի մարզի Վեդի քաղաքից մայրը իր 1.5 տարեկան տղային, առողջ տղային, առույգ տղային Արտուրին, ում մոտ սրտխառնոց է առաջացած լինում, տաքսի ավտոմեքենայով շտապ տեղափոխում է Երևան նշված հիվանդանոց, Մուրացան մանկական հիվանդանոց։ Ժամեր անց մայրը տեղեկանում է, որ երեխան մահացել է։ Հիմա այս պահին արդեն հիվանդանոց են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները, ովքեր արդեն արձանագրել են եւ իմ տեղեկություններով արդեն փաստաթղթերը կազմված փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Ինձ հետ զրույցում հարազատները, մորաքույրը եւ տատին նշում էին, որ երեխան բավականին առողջ է եղել եւ մեղադրում են բժշկին, ով ըստ իրենց հայտարարության 4 ներարկում է կատարել, ինչից հետո երեխայի մոտ սրտի կանգ է առաջացել։ Ծնողները նշում էին, որ ճիշտ է, իրենք երեխային հետ չեն բերի, բայց պահանջում են, որպեսզի թե հիվանդանոցի տնօրինությունը, նշված հիվանդանոցի, թե առողջապահության նախարարը հետևողական լինեն, որպեսզի բժիշկը, ում պատճառով ըստ ծնողների ապակա զինվորը մահացել է, ամենախիստ պատասխանատվության ենթարկվի, որպեսզի հետագայում նման ընտանիքներ, նման դեպքեր չլինեն։ Մահացածի անունը Արտուր էր, ունի մեկ եղբայր եւ քույր, հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, արդեն իմ տեղեկություններով տեղեկացրել են։ Այս պահին հիվանդանոցի ներսում են մայրը, մորաքույրը, հոր եղբայրը, հարազատները։ Երեխան Վեդի էր, չէ՞, Վեդի քաղաքի շենքեր, թե ինչ-որ սեփական տուն։ Վեդի քաղաքից են։ Տաքսով էլ տեղափոխել էր, չէ՞ մայրը։ Մայրը հենց տաքսով էլ տեղափոխել է երեխային, առողջ, նշում էին նաև, որ երեխայի գիտակցությունը տեղն է եղել, խոսած է մոր ձեռքերն անընդհատ համբուրել, բայց հետո բժիշկը ինչ-որ ներարկում է կատարել 4 հատ, ինչն էլ դարձել է երեխայի մահվան պատճառ։ Այս պահին նաև փորձում ենք հիվանդանոցի բժիշկներից մեկնաբանություն ստանալ, սակայն ոչ ոք չի պատասխանում, հրաժարվում են, ասում են թող քննությունը պարզի։ Մայիսի 28-ին ձեր թոռանը առողջ 1.5 տարեկան տղա երեխային Արտուրին, ում մոտ սրտխառնոց առաջացել, Արարատի մարզից մայրը տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է նշված հիվանդանոց, հետո որոշ ժամանակ անց ձեզ տեղեկացրել են, որ երեխան մահացել է։ Դուք երեխայի տատն եք, որ խնդրեմ կմանրամասնեք ինչ ա եղել, ոնց ա եղել, երեխայի վիճակը, որտեվ ես մի քանի հարևանների հետ եմ խոսել, ասում են երեխան ասել, խոսալով, խնդալով, նույնիսկ մոր ձեռքը համբուրելով բանով եկել է հիվանդանոց։ Երեխան շատ լավ, շատ առողջ, սրտխառնոց է ունեցել։ Սրտխառնոցով իմ կարծիքով ոչ մի երեխա, ոչ մի մարդ չի մահանում։ Երեխին սրտխառները հետա տվե։ Մերն բերերա հիվանդանոց, Մուրացան հիվանդանոց, տաքսիական չէ, տաքսին մինչև եկե։ Վեդից բերելա։ Վեդից բերերա հիվանդանոց, Մուրացան հիվանդանոց։ Բժիշկուհի Մարինի, ինչ։ Մի րոպե։ Այս բժիշկուհին եկե 5 ընդունարան եղե։ Նախքանից զանգեր ենք բժիշկ Լորենցին, թե բժիշկ Լորենց, մերն է զանգել Լորենցին, թե բժիշկ ջան, երեխան սրտխառնոց ունի, բա ասերա բեր հիվանդանոց, ես որ գործի չեմ։ Այն մարդն մերն բերերա հիվանդանոց, այս ընդունարանի
քույրն ընդունարան չի, ինֆեկցիոնա ինչա, չգիտեմ, այդ բժշկույն ընդուները։ Այստեղ մուրացան։ Վզի վրեն, այս վզի տարածքի վրեն 3 հասեղ, 4 հասեղ սրսկերա, 5-րդն էլ ուզեցա, որ պիտի սրսկա, մերն լացա, չթող արդեն տեսա երեխի ծառներ պապուծե, երեխեն անշարժացերա։ Վայսած երեխի սիրտն կանգ առավ, նույն մոմենտին։ Մայրը։ Մայրն ասե, կարակ այդ մոմենտին բժիշկն էլ ասե, այդ հիմա այս բժշկուին վիշ չի վերցում, ասում է ես չեմ սրսկե։ Մենք էլ գնացինք այնտեղ իր մոտն հատուկ ես։ Ես նոր գնացինք իր մոտն պնդում է թե չէ ես չեմ սրսկե։ Մերն էլ պնդում է թե դու սրսկեցի։ Բայց մայրը չի ասում, որ իմ ներկայությամբ ես ներարկել։ Իմ ներկայությամբ սրսկեցի, իրեն քույրին էլ ցույց է տալիս, որ ինքն ասեղներն քաշեց տեղն։ Քաշեց տվեց ինքն 4 ասեղ իրար իդև սրսկերա, 5-րդ պտի սրսկա, մերն չթողերա։ Արդեն երեխեն անշարժացերա։ Ասած երեխի սիրտն կանգ առավ։ Ջված է մերն լաց է երեխես, բժիշկ կանչեք, այս հիվանդների ծնողներից մեր կողքի վազելով ելածա երկրորդ հարգի այս Բժիշկ կանչեցին էլ մի խոսքով։ Երկրորդ հարգից ելած բժիշկա կանչեց, նոր բժիշկներ վազելով եկած, որ երեխի վիճակ են չի։ Բերած ատեսած, որ երեխեն արդեն են չի։ Բերեցին երեխին արհեստական շնչառություն տվին, արդեն այդ ժամանակ ես մարտունուց ասել եմ այստեղ, այդ ընթացքում։ Երեխեն արդեն անշարժացերա, երեխին բռնացա թթվածին ա տված, արհեստական շնչառություն ա տված։ Այստեղի բժիշկները շատ ա տանջված, երեխի սիրտն կանգ առ, 2 անգամ սիրտն կանգ առ։ Հիմա դուք գտնում եք եւ նաեւ պնդում եք, որ առողջ երեխան չեր մահանա եւ ում պատճառով մահացել։ Երեխեն ավտոյի մեջ կուրծ կերերա, խաղալով, խոսալով, մորը նույնիսկ մոր ձեռն կծերամ, մոր ձեռն կծե ատամներու տեղ երևում է, այս մոմենտին իթանք ցույց տամ։ Ուրախ, զուրախ, բերեր այս մարդը նոր տիպ բժիշկներ տենան ինչ որ մի օգնություն ցույց տան, այս մարդն սրսկերա երեխեն միանգամից վատացերա։ Երեխի սիրտ կանգ առավ, վազելով բժիշկներ եկած զսված արդեն երեխա չկա։ Նույնիսկ ստիպելով ա ներարկում արել։ Ստիպելով։ Երեխային ստիպելով այդ պահին երեխան ասում է, որ ոնց որ բոլոր երեխաները չեն թողում, չի իրաց ներարկեն, վախենում են բժշկից։ Նույնն էլ մեր երեխան ա եղել, այդ պահին լացել ա, չի թողել։ Ստիպելով բռնել են երեխու վիզը, այսպես ծռելով ու ներարկել ա 4-ից 5 ասեղ։ 4 ասեղ ներարկել, 5-րդն պետք է։ Բայց այդ ինչա որ 4 ասեղ սրսկում է։ Ինչա, հիմա ինքը վիճի վերցում, ասում է ես ոչ սրսկերա, ոչի։ Իրա վիզ վերցնելով ոչի։ Հա, երկու մեր կռիվն էլ հենց հետա, որ ինքը վիճ չի վերցնում։ Ահագին կռվելուց հետո, հա, դե լավ, ներարկել եմ, բայց ինչ, չգիտեմ ինչ ջուրեմ ներարկել, որ տիարունը չկնա։ Ոչ, ինքն միանգամից թե ինչ սրսկեց, այդ երեխին այտենց հենց երեխին տեղում մնաց։ Հենց իր մոտ։ Հիմա դուք արդեն Էրեբունու ոստիկանները ժամանել են ձեր ազանգով։ Հա, դուք նաև պահանջում եք առողջապահության նախարարից, քննչական մարմնից, որպեսզի օբյեկտիվ քննություն տանեն եւ մեղավորը պատասխան տա։ Թոյթայի մեր երեխան բերա, ուրիշ ոչ մի բան։ Թոյթայի մեր երեխան բերա։ Էդրանք բժիշկ կոչվելու իրավունք ունին։ Ունին բժիշկ կոչվելու։ Էդրանք այդ երեխեքներուն արտերկրում է։ Հայրը Ռուսաստանից է արդեն վերադառնում, էլի գալիս է։ Վաղնիչա վիրիկոն իստաչել։ Էդրանք բժիշկ կոչվելու իրավունք ունին, էդրանք փողակ փախցնեն, կոպեկակ փախցնեն, խեղ ժողովրդի քրտինք նակուտեն իրանք։ Էդրանք բժիշկ կոչվելու իրավունք ունին, այդ անկրակետներ ինչ է կազդված այստեղ։ Թող այս բժշկության այս հիվանդանոցի տնօրենը իմանա, որ այդ մարդիկ անկրակետ են։ Ոչ են հասկանում, խեղ երեխի կյանքն ինչի կերավ, մատաղաշ երեխին ինչի կերավ։ Ապակա զինվոր։ Ինչ ասեմ, այսքանից եվել ես ինչ ասեմ։ Թոյթայի մեր երեխին բերա, վերջի խոսքը։ Իսկ այդ բժիշկին տեսել եք։ Հա, ես տեսել եմ, անձամբ ես նոր տեսա։ Հա, ինչ ասում։ Ես չեմ սրսկե, լուրնշտած է, չի խոսում։ Մերն ստեբես թե դու սրսկերես, հա ասում է սրսկեն ներարկել եմ ինչ լենա։ Նատրիամ ներարկել, որ արվում չէ կնա։ Մի անգամից 4 ասեղ այդ փոքր երեխին, տարիքիսկան երեխին այդքան սրսկեն։ Թող են կողքի քույրն էլ պատասխան տա, որ ինքն է բանն տեղն ինքա քաշե տվերա բժշկուն։ Դե բժշկուն ասել են տվել է տեղը։ Հա, բժշկուն ասել են, ահա փաստի որ։ Էն էլ աստատա, որ իրոք տվերա։ Երեխեն առույգ ա եղել։ Երեխեն սաղ սալամա դարոշ խաղլան քերգան վասկան երեխա։ Ինչա սիրտ խառն երեխեն հետա տվե բերերա, բերանի սեվի կանին երեխի դիակի վրեն լան ինչի համար։ Շամշանայի կերպանը։ Դուք երեխայի մայրն եք եւ դուք
պնդում եք, որ բժշկուհին 3-4 մի քանի ներարկում է կատարել։ Հա, ես երեխուս ցերեկ նորմալ վիճակում գիտակից բերել եմ ստե։ Ներառաջարկում չգիտեմ ինչ չարին, իր երակները չկարացին գտնեն։ Թմբլիկ երեխա է։ Այդ վերև թունաբանական ինքը ոտերից երակ արեց, թևերից չկարած գտներ։ Հետո մի անգամ այդ էս վզի երակը գլխավոր երակից կատետր արեց ու 4 բրիչ իրար հետևից սրսկեց երեխոս։ Հետո գոռում եմ բժիշկ արդեն զգաց երեխան խրխռում է դեմքան։ Ասում եմ բժիշկ ու երեխան ասում է վերջ երեխան բան եղավ, սրտի կանգ։ Բժշկուհին ասում, Հա։ ներարկում անող բժշկուհին։ Հետո գոռում եմ բժիշկ եմ կանչում, իրանք 3 հոգի էին, հələ ասում եմ մի սպրիչ էլ տվեք սրսկեմ, հələ երեխան արդեն վիճակի չի, երեխան արդեն զգացի, որ խրղաց ինքը, շունչ հանեց, մի հատ ու էլ չկար։ Զուտ սրտխառնոցի համար էիք բերել։ Երեք Ձերը կծած։ հետ տվեց մի մոմենտ, ասի երևի ջուրը շատ ախմ է։ Քնելա գիշեր նորմալ վիճակով, արթնացել առավոտ, ժամը 10-ին երևի քնից ելա։ Նորմալ էր վիճակը, հետո սկսեց հետ տալ, զանգել եմ ստե բժշկին, ասեց երեխուն շուտ բեր, կամ մոտակ ինչ որտեղ։ Ես տեղում չեմ, բայց բեր։ Բերել եմ ստե առաջի հարկ ընդունեցին, ինչ արին, չասեցին, հանեցին իրա մոտ։ Հələ որ երեխես ինքը ինձ ասում է երեխե թույլ էր արդեն ի վիճակի չէր, բայց երեխես գիտակցությունը տեղ Հələ խոսում էր, մամա էր կանչում։ Բերել եմ, ավտոյի մեջ էլ էսա, որ լացում էր բան, կծես ձեռս։ Հələ հելած ավտոներին էր նայում ճանապարհին իրան ես զբաղցնում էին, որ չլացեր։ 4 իր սրսկումից հետո տենց եղավ, հետո որ այն կողքից այդ բժիշկներն եկան, բժիշկ Լորենցը բան, եկան օգնեցին, որ սիրտը վերականգնվի նորից, ասում եմ ինչ է սրսկ երեխուս, ասեց ես չեմ սրսկել քո երեխուն, դու սուտ ես խոսում ինձ ասում է։ Բայց դուք տեսել եք, որ ներարկում է կատարել մի քանի։ Ես առաջ 4 հատ սրսկեց, հələ մի հատ էլ էր ուզում սրսկել։ Ահարոնյան հրանուշ։ Ահարոնյան հրանուշ։ Հիմա արդեն ոստիկանները ձեզ լսել են, հա։ Հա, նույն կերպ իրան նույն ձև ասում եմ։ Հիմա մենք իրան նորից տեսանք ստեղ, այնա մաման ասեց ես քո երեխուն ոչ մի բան չեմ ներարկել, ընդամենը լվացում եմ արել այդ կատետերը։ Հետո մեկ հրաժարվում ասում է չեմ արել, մեկ ասում է ջուր եմ բան արել, որ կատետերը լվամ։ Բայց իր այդ սրսկումից հետո երեխուս սիրտը կանգ առավ։ Հետո մի կերպ հետ բերեցին։ Գրանցեցին մամա։ Երեխան մի տարեկան, քանի ամսական։ Մի հատ թերլան երեխա է։ Ապակա զինվոր։ Հեսա նկարը տես։ Տեսեք այն։ Խնդրեմ։ Հրեշտակ։ Երեխես։ Լստի։ Նույն ես վիճակով ես բերել եմ։ Ասում եմ դե ոնց բերել եմ, տես դուր ես կբուժեմ երեխուս, եթե չէր կարա, չանեիր։